Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տիկին նախարար ձեր թիմին, կառավարությանը, այս կարևոր նախաձեռնությունը օրենքի տեսքով, օրենքների փաթեթի տեսքով ազգային ժողովին ներկայացնելու համար։ Նախ ուզում եմ մենք կարևորությունը գնահատենք առողջապահության համընդհանուր ապահովագրման համակարգի ներդրման։ Առաջին հերթին ուզում եմ մշակութային առանձնահատկությունների մասին խոսել։ Մենք գիտենք, որ մեր ժողովուրդը սովոր է, բոլորիս հարազատներն էլ, բարեկամներն էլ, որ այդպես ժամանակին չեն հետազոտվում։ Ասենք, օրինակ, նման համակարգի ներդրումը, երբ որ դու գիտես, որ ամեն տարի ենթադրաբար նույնիսկ պարտադրված պիտի լինես, գնաս արյան անալիզի, տարյան ընդհանուր քննության, տարբեր տեսակի ստանդարտ համարվող հիվանդությունների անալիզներ տաս, որպեսզի ախտորոշվի հիվանդությունը ավելի վաղ փուլերում։ Մենք գիտենք, որ մշակութային առանձնահատկություններ ունենք, մինչև դանակով ոսկորն չի հասնում, մարդը չի դիմում բժիշկի մի հատ հետազոտվի հասկանա իր հետ ինչա կատարվում։ Մանավանդ երբ որ ավելի բարձր տարիքի մարդկանց կամ ռիսկային խմբերին է վերաբերվում։ Մենք այս մասով նաև կարող ենք արձանագրել, որ համակարգը ինքնին բերելու է մշակութային փոփոխության, այսինքն մարդիկ ավելի են միտված լինելու գնալ եւ ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ ունենալու։ Երկրորդ կարևոր հարցը դա հոգատարության մասին է։ Մենք ըստ էության արձանագրում ենք, որ Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող, հարկեր վճարող մեր քաղաքացիները, բիզնեսները ըստ էության սկսում են նաև պատասխանատվությամբ վերաբերվել տարիքային այն խմբերի կամ այն հասարակական խմբերի առողջության մասին, ովքեր որ, ասենք, կամ աշխատունակ չեն, կամ աշխատանք չունեն, կամ տարբեր այլ պատճառներով չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից, ապահովագրական ծառայություններից, գիտենք, որ շատ ծառայություններ մատչելի չեն, թանկ են եւ այլն։ Եվ բոլոր այդ ծառայությունները, որոնք որ ընդգրկված կլինեն կոնկրետ այս օրինագծի կառավարության որոշումներով հաստատվող խմբի մեջ, դրանց համար գոնե մենք կունենանք հոգատարության մի համակարգ, որտեղ որ կարողանում ենք բաշխել այդ ստեղծված արդյունքը գումարի տեսքով եւ տրամադրվել այն խավերին, որոնք որ հնարավորություն չունեն դրանցից օգտվելու առօրյա կյանքում։ Սա նաև նոր ներդրումների հնարավորություններ կստեղծի առողջապահության ոլորտում, որովհետև հաշվի առնելով, որ 100,000-ավոր նոր շահառուների է վերաբերվում, այստեղ պետք է հաշվի առնել, որ մեր առողջապահական համակարգում նույնպես հնարավորություն կլինի մասնավոր ներդրումներ կատարելու, այդ թվում նաև պետական ներդրումներ կատարելու եւ ընդլայնելու եւ լավարկելու առողջապահական համակարգը։ Չորրորդ կոմպոնենտը, որի մասին ուզում եմ խոսել, դա տվյալահեն առողջապահությունն է։ Մեծ հաշվով մենք կարող ենք նաև արձանագրել, որ համակարգի ներդրումը ինքնին նաև կնպաստի նրան, որ ամեն տարի կատարվող այս հետազոտությունների արդյունքում տվյալներ կգեներացվեն մեր հասարակության ընդհանուր առմամբ առողջության մասին, տենդենսների մասին, նոր տեսակի առողջությունների հայտնաբերման մասին, ավանդական առողջության տարբեր տարիքային խմբերի վերաբերյալ եւ այլն, եւ սրանք անանուն տվյալների այս բանկը, որը կստեղծվի եւ կզարգանա, կբերի նրան նաեւ, որ մենք կկարողանանք ճիշտ կառավարել թե պետական միջոցները, թե մասնավոր միջոցները, ընդհանրապես առողջապահությունը Հայաստանում կդառնա տվյալահեն առողջապահություն։ Մենք գիտենք, որ ժամանակակից աշխարհում արհեստական բանականությամբ տարվող բոլոր հետազոտությունները տարբեր տեսակի ուսումնասիրությունները մեծապես հիմնված են տվյալների վրա եւ խելացի տվյալների վրա եւ սա նաեւ կբերի այդ ուղղությամբ լավարկումների։ Դες նաեւ մի հատ շատ կարեւոր բանի մասին եմ ուզում խոսել, նաեւ ընդդիմությունը տարբեր առիթներով խոսում է, օրինակ աշխատավարձերի բարձրացման մասին, մասնագետների մասին։ Մենք գիտենք, որ տարիներ շարունակ Հայաստանից լավ մասնագետները, լավ բժիշկները հեռացել են։ Երևի, ասենք, ցանկացած մեկին որ հարցնես, Գերմանիայում, Կանադայում, Ավստրալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի ծանոթ բժիշկ ունի, որը Հայաստանից գնացել է։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանում բժշկությամբ զբաղվելը չի եղել գայթակղիչ բժիշկների, մասնագետների, մանավանդ լավ մասնագետների համար։
Դա եղել է կոռուպցիայի արդյունք, դա եղել է խնամի ծանոթ բարեկամներին աշխատանքի տեղավորելու են մնացածից ազատվելու արդյունք, դա եղել է նրա արդյունք, որ բավարար չափով կապիտալ եւ հարստություն չի եղել առողջապահության ոլորտում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես կարծում եմ, որ նման համակարգի ներդրումը ինստիտուցիոնալ առումով շատ ավելի բարձր մակարդակի լրջություն է հաղորդում ընդհանրապես առողջապահության ոլորտին։ Եվ Հայաստանը որպես լավ բժիշկների, լավ մասնագետների աշխատելու վայր էլ ավելի գայթակղիչ պայմաններ կարող է առաջադրել, եւ ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հանգամանք է, որի մասին մենք նույնպես չպիտի մոռանանք։ Եվ ամենավերջում ուզում եմ անդրադառնալ աղբ այրելու կամ տերևներ այրելու խնդրին, որին պարոն Եղոյանն էլ արձագանքեց, պետք է մեր քաղաքացիներին խնդրեմ եւ հորդորեմ, որպեսզի ընդհանրապես որևէ բան չայրեն եւ այրելու միջոցով աղբից ազատվելու այդ վատ սովորույթը վերջապես արմատախիլ անեն, նախ որովհետեւ դա հարգանքի նշան է, այսինքն առաջին հերթին դեռ առողջապահական հարցերը մի կողմ, այդ ծուխը շնչում են մեր եւ ձեր երեխաները, մեր եւ ձեր տատիկները, պապիկները, մեր եւ ձեր հարևանները եւ կներեք, բայց մշակութային առումով, ասենք, քաղաքակիրթ չի մարդկանց պարտադրել անել մի բան, ոնց որ մեկի կողքը նստես ծխես, ով որ սիգարի ծուխը չի սիրում։ Խնդրում եմ, որ ուշադրություն դարձնեք, հոգատարությամբ վերաբերվեք եւ իմանաք, որ այդ ծուխը քաղցկեղածին է։ Երբ որ ձեր երեխաները գյուղերում, քաղաքներում այդ հոտը շնչում են եւ օդը կեղտոտ շնչում են, վաղը մեսօրը կարող է իրանց մոտ քաղցկեղ առաջանա, ասենք մի տարի հետո չէ, 10 տարի հետո կամ 20 տարի հետո։ Խնդրում եմ, որ դա չանեք եւ իմանաք, որ դա տուգանվում է։ Հետո վաղը չբողոքեք, որ ձեզ եկան եւ տուգանեցին։ Շնորհակալություն։